Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Սովորական։ Հարց չունեք ուղղելու երկրի ղեկավարին։ Ես Արցախցի եմ, արդեն ինչ ունեմ, կորցրել եմ ինչ։ Իսկ պետք չէ շուտ։ Աշխարհազորը 30,000 փող ստանում։ Իսկ աշխարհազորումը 4 հատ երեխա։ 30,000 կարամիս ընտանիք բար։ Չի բարձր, 4 տարին 2 տարի իջեցել են սարքել 130,000։ 200,000 լավ է, էլի եթե մնա լավ է։ Ունեք, խեչ ունեք, շատ ունեք, բայց դե հարցերը մեկը չի, երկուսը չի, որ ասենք պակաս բաներ շատ կան, ասենք թողանի, որ թերատա թողանի։ Ինչ պատե ասեմ Փաշինյանին, Փաշինյանին ասեմ, չասեմ մեկը, իմ ասածս ինձ թվում է որոշ տեղ չի գումարվի։ Ինքը ոնց ուզածն է ցերանելը։ Ոչ մի բան չեմ ասի։ Հարցեր չունեք տալ։ Բացարձակ։ Ոչ իմաստ չունի, ինչ էլ ասեմ, ոչ մի բան չի փոխվելու։ Շատ հարցեր կուզենայի տայի, բայց այդ հարցերի պատասխանը վստահ եմ, որ կամ չի տրվելու, կամ էլ այդ հարցերը լուծում չունեն, էլի։ Փաշինյանին որ հանդիպեմ, ես չեմ հանդիպել։ Մեղքանա բարձրավանցին հեն է հերուգյուղը, որ գնա գորիսուց թոշակ ծանա, ընդա ծախսու 4,000, են թոշակ հազուգնալո ճանապատախս։ Եթե ծեր ասացը տեղ ասնում, ռադիոավ, տելևիզորավ, ես մեծ համայնք հաշինու հայրը, գոնե մին ապարատ դինես է, տարեքավոր մարդ կա, հաշմանդամ կա, վերջնալի փողոց է ստանում։ Ես օրինակ հարցեր շատ ունեմ, կտայի դժգոհություններս առաջին հերթին, առաջինը որ այն վերահսկողություն չունեք ոչ մի ոլորտում, թեթև կարող է գուցե ինչ-որ ոլորտային բարելավումներ կան, բայց դա գոհացնող չի, որովհետև մեծամասնությունը դժգոհ վիճակում է գտնվում։